վիրավորանքը, հայհոյանքը համարվում է ասենց ասեմ տղամարդկություն, ուժի հատկություն, ոչ, թուլության հատկություն է, գրեհկության հատկություն է, անդաստիրակության հատկություն է, ոչ մի բան քեզնից չներկայացնելու հատկություն է, այ եթե այդ տեսակետից մենք սկսենք մոտենալ դրան, 4-5 հոգով հարցակվել եք մի հոգի եք ծեծում, սա ինչի մասին է խոսում, սա խոսում է շատ վատ բաների մասին, և ամենահեշտ բան ասել, դե հիմա սա է մեղավոր կամ նա է մեղավոր կամ, եթե մեղքը մեղավորություն այդ գործողությունների մենք չենք ուղում կոնկրետ մեղավորին, այլ փորձում ենք իրան արդարացնել, մենք երբեք չենք ստեղծի նորմալ հասարակություն։ Չէ, եթե անգամ ծեծվողն է մեղավոր, դա դեռ չի նշանակում, որ 4-5 հոգի կարող են նրան միայնակ բռնության ենթարկել։ Բացարձակապես, իսկ մենք հաճախակի արդարացնում ենք վենդետան, չէ, ասում ենք դե տեսեք, դե բա մարդուն վիրավորել էին, բա ինքն էլ գնաց սպանեց, բա ինչ անել, ուստ բա ինչ անել, դե եկեք տեն շարունակենք,